Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, մեդիահաբի հարգելի հետևորդներ եւ այսպես հին փիլիսոփա Սոլոնն ասում էր, փիլիսոփա եւ օրենսդիր Սոլոնն ասում էր, որ միայն այն օրենքները կարող են արդյունավետ գործել, որոնք համապատասխանում են տվյալ հասարակության մենթալիտետին, ավանդույթներին եւ տվյալ պահի բարոյահոգեբանական մթնոլորտին։ Եվ դա իրականում հենց այդպես էլ կա, որովհետեւ միայն օրենսդրական փոփոխությունները բավարար չեն, որպեսզի մենք ունենանք բարեկեցիկ, երջանիկ եւ հաջողակ հասարակություն։ Շատ կարեւոր է նաեւ այն բարոյահոգեբանական մթնոլորտը, որը տվյալ պահին ձևավորվում է այդ հասարակությունում։ Իսկ այդ մթնոլորտի ձևավորման հիմնական ազդակները գալիս են հենց իշխանություններից։ Ասում են, խոսքը ուժ ունի։ Այո, եւ դա այդպես էլ կա։ Խոսքը կարող է ձևավորել էներգետիկ դաշտ։ Եվ իզուր չէր, որ ժամանակին Գորկին ասում էր, որ անդադար մարդուն ասեք, որ նա խոզ է եւ նա ի վերջո կսկսի խոզի նման խռնչալ։ Խոսքի միջոցով կարելի է մարդուն վստահություն ներշնչել սեփական ուժերի նկատմամբ կամ հակառակը դրդել դեպի հուսալքության։ Խոսքի ուժով կարելի է մարդուն դրդել ինքնասպանության։ Խոսքի ուժով մարդը կարող է հույս ունենալ իր ապագայի նկատմամբ, իր հաջողությունների նկատմամբ, խոսքի ուժով մարդը կարող է գնալ գործողությունների թե դրական եւ թե բացասական իմաստով, նայած թե այդ խոսքի նպատակը որն է, նայած թե խոսքը հնչեցնողը ինչ մոտիվացիաներ ունի։ Եվ ինչ մթնոլորտ է այսօր ձևավորում Նիկոլ Փաշինյանը Հայաստանում, ինչ ուղերձ է հղում հանրությանը, ինչ ազդակներ է տալիս հանրությանը, ինչ բարոյահոգեբանական մթնոլորտ է նա ձևավորում մեր հասարակությունում։ Նայեք, հետևեք Նիկոլ Փաշինյանի խոսքին. կփռեմ ասֆալտին, կծեփեմ պատերին, կկզսնեմ, կմցնեմ համապատասխան տեղը, բոլորը ասելով նա նկատի ունի իր քաղաքական ընդդիմախոսներին, բոլորը պետք է նստեն, մարդուն հարցնում է ինչու ես ողջ, ահա այդ բոլորը ձևավորում են խիստ բացասական մթնոլորտ, խիստ տոքսիկ մթնոլորտ, որում պարզապես մարդը կարող է շնչահեղձ լինել, չկա նրա գործողություններում, նրա խոսքերում որևէ հանդուրժողականություն, հաշտության գնալու որևէ ժեստ, որևէ բարություն, ամբողջը կառուցված է հիշաչարության եւ բացասական մթնոլորտ ձևավորելուն։ Հետևենք նրա գործողություններին նաեւ այս վերջին մի քանի օրերի ընթացքում։ Նայեք, ընտրություններից հետո ես ել եմ առիթ ունեցել ասելու, որ սովորաբար հաղթող ուժը, հաղթող ղեկավարը հաշտության ձեռք է մեկնում ընդդիմադիրներին, իր քաղաքական ընդդիմախոսներին։ Այլ բան է ընդդիմախոսները քաղաքական կսեղմեն այդ ձեռքը, թե չեն սեղմի, դա արդեն իրենց իրավունքն է, սակայն հաղթած ղեկավարի վեհանձնությունը պահանջում է, որպեսզի ինքը առաջինը սեղմի այդ հաշտության ձեռքը, եւ հենց դա ձևավորում է դրական մթնոլորտ, դա ձևավորում է դրական էներգետիկ դաշտ, դա հանրությանը ուղերձ է հղում, որ մենք չպետք է բաժանվենք, չպետք է տարանջատվենք մեկը մյուսից, չպետք է բաժանվենք սևերի եւ սպիտակների, ողջերի եւ մեռածների, մենք պետք է համախմբվենք մեր պետության զարգացման ու բարեկեցության շուրջ, որովհետև միայն զարգացած ու բարեկեցիկ պետությունը կարող է նպաստել, որպեսզի ունենանք երջանիկ հասարակություն, ունենանք բարեկեցիկ հասարակություն ու ունենանք հաջողակ հասարակություն։ Սակայն ընտրություններից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը դիմեց ռեպրեսիվ մեթոդներին։ Նայեք, առաջին հերթին կալանավորվեց եւ այս պահին ունեզրկվում է Գագիկ Ծառուկյանը։ Ավելին, չակերտավորացված կալանավորվեցին նաև նրա կենդանիները։ Նրա կենդանիներից մեկը առյուծը անկեց։ Ինչու հատկապես առյուծը։ Գիտեք ինչ,
իհարկե կենթանաբանական այգին բերում է հիմնավորում, իբր այդ առյուծը ուներ բազմաթիվ հիվանդություններ, չգիտեմ, խոլեստերիններ բարձր, շաքարներ բարձր, ինչ որ ստամոքսի, լյարդի եւ այլն, խնդիրներ ուներ, սակայն փաստն այն է, որ առյուծը անկեց այն բանից հետո, երբ նախընտրական քարոզարշավի ժամանակ Գագիկ Ծառուկյանը ասում էր, որ ով չապացուցի, որ ես օտար երկրյա գործակալ եմ, նա թող գա եւ կամովին մտնի առյուծի վանդակ։ Եվ այդ հայտարարությունից հետո առյուծը անկեց։ Հիմա նայեք, հարգելի հետևորդներ, այդ ունեզրկման գործընթացը, որը տեղի է ունենում, այդ կալանավորումների շղթան, որը տեղի է ունենում, նույնիսկ կենդանիների վրա հարձակումները, ինչպես կարող են ինչ-որ դրական մթնոլորտ ձևավորել մեր հասարակությունում։ Օրեր առաջ կալանավորվեց Արեգնաս Մանուկյանը, այսինքն կալանավորվեց կին, որը ունի անչափահաս երեխաներ։ Եթե, այսպես ասած, առաջնորդվենք այն կանխավարկածով, որը պայմանական ասեց իրոք նա ինչ-որ գաղտնի տեղեկություններ է հրապարակել, գաղտնիք պարունակող ավելի շուտ տեղեկություններ է հրապարակել, այնուամենայնիվ եկեք համաձայնվենք, որ կնոջը հատկապես անչափահաս երեխա ունեցող կնոջը, երեխաներ ունեցող կնոջը կալանավորելը ամենևին չի նպաստում գործի արդյունավետ հետաքննությանը, որովհետև կալանքը չէ այն միակ միջոցը, որով պայմանական ասած իբր իշխանությունները ուզում են օրինականություն հաստատել Հայաստանում։ Նախ օրինականություն հաստատում են չխախտելով օրենքները, չխախտելով մարդկանց արժանապատվությունը։ Եկեք նայենք ինչպես են կալանավորում մարդկանց։ Նույն Գագիկ Ծառուկյանին, որը 70 տարեկան մարդ է, ինչպես կալանավորեցին, այն շոուն, որը նկարահանվեց եւ ցույց տվեց հանրությանը, ինչպես կարող է այդ շոուի արդյունքում հանրությունը ստանա դրական լիցքեր, ինչպես կարող է մարդը հոգեպես իրեն բավարարված զգա, երբ տենում են, թե ինչպես են 70 տարեկան մարդուն 10-15 ԱԱԾ-ականներով պարզապես տապալում գետնին այն դեպքում, երբ այդ մարդը որևէ դիմադրություն թույլ չի տվել, հատկապես որ այդ մարդը չի մեղադրվում ինչ-որ մոլագառության մեջ, չի մեղադրվում ինչ-որ սեյրական մարդասպանությունների մեջ, այլ ընդամենը մեղադրվում է փողերի լվացման համար։ Եվ ահա այդպես մարդուն ստորացնելով, արժանապատվությունը ոտնահարելով կալանավորում են, ձերբակալում են։ Իդեպ Գագիկ Ծառուկյանը միակ ընդդիմադիրը չէ, ում նման մեթոդով ձերբակալում են։ Նայեք ոստիկանության քննչական մարմինների իրավապահ համակարգի տարածած տեսանյութերին, բոլորում անխտիր ոտնահարվում են մարդու արժանապատվությունը, ոտնահարվում է մարդու եսը։ Հարգելի բարեկամներ, չի կարելի որևէ մեկի արժանապատվությունը ոտնահարել, չի կարելի որևէ մեկի անվան ու արժանապատվության հետ խաղալ։ Հասկանում եք, նման գործելակերպը Հայաստանում ձևավորում է, ելի եմ շեշտում, տոքսիկ մթնոլորտ։ Ընթանում է Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը։ Նայեք, Հայաստանի Հանրապետությունը թևակողել է դատավարական մի հատ շղթայի մեջ։ Այսինքն բոլոր նրանք, ովքեր որ ընդդիմանում են Նիկոլ Փաշինյանին, հատկապես ընդդիմանում են այնքան, որը կարող է որոշակի վտանգ ստեղծել իշխանության համար, ապա այդ մարդիկ անպայման անցնում են այս կամ այն քրեական գործով։ Քրեական գործ հարուցվեց նաև Ուժեղ Հայաստան դաշինքի առաջին համարը զբաղեցնող Նարեկ Կարապետյանի նկատմամբ։ Այսինքն, եթե դու ծավալում ես ընդդիմադիր գործունեություն, ուրեմն պետք է անպայման քո գլխի վրա կախված լինի որևէ քրեական մեղադրանք, ինչի արդյունքում ըստ քաղաքական նպատակահարմարության իշխանությունը կորոշի կալանավորել քեզ, թե չկալանավորել, սակայն այնուամենայնիվ այդ մեղադրանքը քո գլխին կախված է մնում։ Հիմա հարգելի հետևորդներ, ինչ ազդակ պետք է ստանա այս հասարակությունը, որպեսզի իրեն երջանիկ զգա, ինչպիսի բարոյահոգեբանական մթնոլորտ պետք է ձևավորվի հասարակության մեջ, որպեսզի մարդիկ իրենց հանգիստ զգան, որպեսզի մարդիկ զգան, որ իրենք ապրում են մի երկրում, որտեղ չկա ներվային դրսևորումներ, որտեղ չկա ագրեսիվ պահվածք իշխանությունների կողմից։ Իսկ ահա այս պահվածքի արդյունքում մարդիկ դառնում են ներվային, մարդիկ դառնում են անհանդուրժող միմյանց նկատմամբ, շատ հաճախ էլ նույնիսկ իրենց նկատմամբ, եւ այդ ամենը մարդուն ի վերջո հաղորդում է դժբախտության զգացում։
Օրինակ չի կարող մարդը իր աշխատավայրում, իր աշխատանքից ստեղծագործական հաճույք ստանա եւ արդյունավետ աշխատի, երբ տվյալ հիմնարկում մեկը բամբասում է մյուսից, մեկը փորձում է փորել մի ուրիշի ոտքի տակը, այն մյուսը ատում է այն մյուսին, ահա նման ու հատկապես երբ տվյալ հիմնարկի տնօրենը ոչ միայն չի փորձում կանխել այդ ամենը, այլ նույնիսկ իր խոսքով, իր գործով խրախուսում է, ապա այդտեղ վերանում է աշխատանքի արդյունավետությունը։ Նման պայմաններում մարդը աշխատանքի է գնում ոչ թե հաճույքով, այլ ստիպված ու տհաճությամբ, ինչի արդյունքում տուժում է ողջ հիմնարկի աշխատանքը, ինչի արդյունքում տուժում է տվյալ մարդու ստեղծագործական աճը, որովհետև մարդը սկսում է աստիճանաբար զզվել իր աշխատանքից։ Նույնիսկ եթե մի աշխատակիցը գոռում է մյուս աշխատակցի վրա եւ այդ երրորդ մարդու հետ այդ գոռոցը որևէ կապ չունի, միևնույն է մթնոլորտը ուղղակիորեն ազդում է այդ մարդու վրա։ Կամ ընտանիքում, եթե ընտանիքի հայրը պարբերաբար բռնության է ենթարկում կնոջը, հայհոյում է կնոջ վրա, ծեծում է, ձեռք է բարձրացնում կնոջ վրա, ապա որքան էլ նա փորձի հոգատար հոր դերում իրեն ներկայացնել, որքան էլ փորձի իրոք թեկուզ անկեղծ խնամել իր երեխաներին, միևնույնն է կնոջ նկատմամբ այդ դրսևորումները ուղղակի իրենց ազդեցությունն են թողելու երեխաների բարոյահոգեբանական դաստիարակման վրա։ Պետությունն էլ հարգելի հետևորդներ, նույն հիմնարկի, նույն ընտանիքի ավելի մեծ մակետն է, ավելի հավաքական մակետն է, եւ երբ որ պետության ղեկավարը սկսում է պարբերաբար տոքսիկ մթնոլորտ ձևավորել այդ հասարակությունում, երբ որ պետության ղեկավարը պարբերաբար բղավում է, պարբերաբար սպառնում է, պարբերաբար ագրեսիվ պահվածք է դրսևորում իր քաղաքացիների նկատմամբ, ապա ինչպես հաղորդման ընթացքում ասեցի, չի լինի որևէ մի մարդ, եթե նույնիսկ պայմանական վերցնենք, որ այդ մարդը ֆինանսապես հաջողակ է, նրա գործերը լավ են գնում, կարողանում է լավ գումար վաստակել, իր ընտանիքը բարեկեցիկ պահել, այնուամենայնիվ նման մթնոլորտում չի կարող այդ մարդը իրեն երջանիկ եւ հանգիստ զգալ։ Հետևաբար, որպեսի մենք իրոք ունենանք բարեկեցիկ, իրոք ունենանք երջանիկ հասարակություն, երջանիկ քաղաքացիներ, ապա օրենսդրական նախաձեռնությունների, փոփոխություններին զուգահեռ նաև պետք է առողջացնենք մեր մթնոլորտը։ Իսկ դրա առաջին պատասխանատուն թերևս իշխանություններն են։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ, կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ